Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը այս տարի նախատեսում է 5 միլիարդ եվրո ներդրում կատարել մերձավոր արևելքում հակամարտությունից տուժած տնտեսություններում, այդ թվում Հայաստանում։ Թեև այդ երկրները նաեւ Հայաստանը հակամարտության անմիջական կողմ չեն, բայց զգացել են դրա ազդեցությունը առևտրային խափանումներով, էներգետիկ ու հումքային շոկերով եւ ներդրումային վստահության նվազմամբ։ Ծրագիրը նաեւ կուժեղացնի էներգետիկ անվտանգությունը, կօգնի բիզնեսին շուկայի տատանումներին դիմակայել, կծառայի աշխատատեղերի պահպանությանն ու խոցելի խմբերի պաշտպանությանը։ Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից, կենտրոնական բանկից են հիշեցնում, խոսքը երկրորդ սերնդի 500,000, 5,000, 10,000 եւ 20,000 դրամանոցների մասին է։ Ապրիլի 15-ից հետո քաղաքացիները կարող են իրենց մոտ առկա հին թողարկման թղթադրամները անվճար, անժամկետ, առանց սահմանափակումների փոխանակել Հայաստանի տարածքում գործող առևտրային բանկերում ու կենտրոնական բանկում։ Ռուսաստանն ավարտել է Հայաստանում իրականացվող լայնածավալ մարդասիրական աջակցության հերթական փուլը։ Արցախից տեղահանվածները մոտ 180 տոննա հումանիտար օգնություն են ստացել։ Ընդհանուր առմամբ ծրագիրը 8 ամիս է, որ իրականացվում է։ Այս ընթացքում մարդասիրական օգնություն է տրամադրվել 9310 ընտանիքի, այսինքն ավելի քան 40,000 մարդու։ Աջակցությունը հիմնականում հասցեագրվել է առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներին, կերակրողին կորցրած ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին։ Այս տարի հունվար-փետրվարին մեր երկրում մսի արտադրությունն աճել է վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2.4%-ով։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 4.9 տոննա միս։ Փոխարենը երշիկեղենի ու կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 51.8 եւ 10.5%-ով։ Հայաստանում 2026 թվականի հունվար-փետրվարին ավելի շատ հանքային ջուր է արտադրվել, քան 2025-ին։ Հրապարակած տվյալներն են ցույց տալիս, այդ աճը 45.5% է կազմել։ Ընդհանուր արտադրվել է 7.8 հազար լիտր հանքային ջուր։ Բնական ջրերի ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունը նույնպես աճել է 24.1% եւ 0.1%։ Ի դեպ, այս ամիսներին նաև ավելի շատ մրգահյութ ու բանջարահյութ է արտադրվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թեհրանին հրաժարվել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար գանձելու ծրագրից, հավելելով, որ Իրանի գործողությունները նեղուցում անհամատեղելի են համաձայնագրերի հետ։ Հիշեցնենք, որ Եվրոպական միության մի շարք երկրների ղեկավարներ նույնպես դժգոհել էին Իրանի Հորմուզի նեղուցի անցման համար վճար սահմանելու որոշումից, հայտարարելով, որ միջազգային ջրերում նավարկության ազատությունը մարդկության ընդհանուր ժառանգություն է։ Ամերիկյան ինդեքսները աճել են, տվյալներն են ցույց տվել, որ Dow Jones ինդեքսն աճել է 3.61%-ով, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 3.68%-ով, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը 4.31%-ով։ Մասնագետների խոսքով այս ցուցանիշները ցուցիչ են, որ տնտեսության իրական հատվածում վստահությունը բարձրանում է եւ տեխնոլոգիական ոլորտում տրամադրությունները դրական են։ Brent նավթը թանկացել է 1 բարելը 96.66 դոլար, ուրբաթ օրվա տվյալներն են։ Մեկ օր առաջ եւս աճ էր գրանցվել 1.17 դոլար։ West Texas Intermediate Crude Oil նավթը նույնպես թանկացել է 0.45 դոլարով, հասնելով 98.32 դոլարի 1 բարելի համար։ Ընդհանուր առմամբ նավթի գները բարձրանում են, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է ազդել շուկայի վրա։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 300 եւ ավելի ընտրող ունեցող բոլոր տեղամասերից հեռարձակում է ապահովվելու։ Ընդհանուր առմամբ 1800 տեղամաս։ Նախորդ ընտրություններին ընդամենը 1500 տեղամասից էր հեռարձակումը իրականացվում։ Մենք միայն շատ փոքրաթիվ ընտրող ունեցող հեռավոր բնակավայրերից հեռարձակումը չենք ապահովի, որտեղ յուրաքանչյուր տեղամասի հեռարձակումը, հարգելի գործընկերներ, արժանանում է մոտ 750,000 դրամ, որպեսզի հասկանալի լինի։ Որպեսզի կուսակցությունների կամ դաշինքների անդամները զերծ մնան տեխնիկական ու ուղղագրական սխալներից, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր համակարգ է առաջարկում։ Թեկնածուն պարզապես պետք է անձահաստատող փաստաթղթի տվյալը մուտքագրի, մյուս բոլոր անձնական տվյալները ավտոմատ կգեներացվեն։ Անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տվյալները, հաշվառման հասցեն, այսինքն ձեռագրով մուտքագրողները քաղաքական ուժեր իրենք ձեռքով պիտի մուտքագրեն աշխատանքի վայրը, պաշտոնը, նույն օրինակ կուսակցական լինել չլինելը ինքը էլի որոշակի ավտոմատ գործիք է ենթադրում, որը որ ուղղակի մուտքագրողները արագ իրենք ընտրում են։ Նույն սեռային բաշխվածությունը օրինակ
Դիտորդների ԶԼՄ ներկայացուցիչների համար էլ հավատարմագրվելու համար այլևս ԿԸՀ գնալը պարտադիր չէ։ Գործընթացը դարձել է էլեկտրոնային։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, սա հեշտացնում է նրանց գործը բոլոր առումներով։ Իրենք իրենց հայտերը էլեկտրոնային իռիփեստ համակարգի միջոցով ներկայացնում են, գրանցումը տեղի ունենում էլեկտրոնային, իրենք արդեն իրենց լրագրողների տվյալները մուտքագրելով, իրենք արդեն համակարգի միջոցով իրենց օգտարաշով գեներացնում են վկայականները տպագրում են, տալիս են լրագրողները դրանցով արդեն ներկայացնում են տեղամասեր, իհարկե դրա համար միշտ պահանջվում է, որպեսզի վկայականի հետ լրագրողները ունենան անձահաստատող փաստաթուղթ, որը որ կհավաստի ուղղակի որ նույն անձն է։ Իսկ ինչու է նվազել ընտրողների թիվը 2021-ի համեմատ ըստ ընտրացուցակների այս հունիսի 7-ին ընտրատեղամաս է գնալու 2.489.000 մարդ, նախկին 2.584.000-ի փոխարեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նվազումը պայմանավորում է ընտրական օրենսգրքի փոփոխություններով։ 22 թվականից, երբ որ ուժի մեջ ա մտել ընտրական օրենսգրքի 21 թվականի փոփոխությունները, իսկ 21 թվականի փոփոխություններով, այսինքն այդ փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան, ըստ էության ընտրական ցուցակում չեն ընդգրկվում 6 ամիս եւ ավել ընտրությունների նախորդող, այսինքն շրջան 6 ամիս եւ ավել վավեր փաստաթուղթ չունեցող անձանց տվյալներ, այսինքն իրենք մնում են բնակչության պետական ռեգիստրում, բայց ընտրական ցուցակում եթե 6 ամիս եւ ավել, այսինքն անձանց հաստատող փաստաթղթի վավերականությունը 6 ամսից ավել անցել է, ինքը ուղղակի ընտրական ցուցակում չի ընդգրկվում։ Ու եթե այդպիսի մարդիկ կան, իրենք ընտրությունների մասնակցելու համար պետք է շտապեն վերաթողարկել անձը հաստատող փաստաթուղթը։ Ամերիկյան Օրիոն տիեզերանավը, որն Արտեմիս 2 առաքելության շրջանակում լուսնի շուրջ թռիչք է կատարել, վերադառնում է երկիր հաղթահարելով ճանապարհի կեսից ավելին։ ՆԱՍԱ-ի տվյալներով ներկայում տիեզերանավը անձնակազմի 4 անդամով գտնվում է մոլորակից մոտ 160,000 կիլոմետր հեռու։ Օրիոնը պետք է վայրէջք կատարի ուրբաթ Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի մոտակայքում։